Նոյեմբերի 18-ից 21-ը Երևանում էր զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի փոխտնօրեն Ֆիլիպ Ֆլյուրիի գլխավորած պատվիրակությունը։ Համագործակցության ծրագրի շրջանակներում նոյեմբերի 18-ին ոստիկանության կրթահամալիրում միջազգային փորձագետներն անցկացրեցին ընտանեկան բռնություն եւ անչափահասների շրջանում հանցավորության կանխարգելում թեմայով, իսկ նոյեմբերի 20-ին ոստիկանության փորձաքրյագիտական վարչությունում դեպքի վայրի զննություն թեմայով դասընթացներ։ Նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության շտաբի պետ ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանը ընդունեց Ֆիլիպ Ֆլյուրիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին կենտրոնի եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջև ստորագրված համագործակցության ծրագրի կետերի կատարողականը, ծրագրով դեռևս չկատարված գործողությունների իրականացման ժամկետները, ֆորմատը եւ այլ մանրամասներ։ Մասնակիցների կողմից ընդգծվեց համագործակցության շարունակականության անհրաժեշտությունը եւ 2015 թվականին տարեկան համագործակցության նոր ծրագրի մշակումը։ Քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի նոյեմբերի 21-ից 24-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 26 դեպքից բացահայտվել է 20-ը, ավազակային հարձակման 3 դեպքից 2-ը, բացահայտվել է խարդախության 12, յուրացման 2, գողության 4, ապօրինի ծառայատման եւ խուլիգանության 1-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության 1, խարդախության 2, գողության եւ մարմնական վնասվածք հասցնելու 4-ական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 35-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը Երևան մտնող ճանապարհահատվածներում եւ մայրաքաղաքում։ Նոյեմբերի 17-ից 23-ը Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության առաջին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 104 տրանսպորտային միջոց, որից 33-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում, իսկ 71 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել համապատասխան փաստաթղթեր չունենալու եւ այլ խախտումների համար։ Երևանի բնակիչ 1985 թվականին ծնված Արամայիս Մարտիրոսյանը նախորդ տարվա ապրիլի 15-ից հետախուզվում էր ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից։ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով, այն է առանձնապես խոշոր չափերով յուրացում։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների արդյունավետ համագործակցության շնորհիվ Արամայիս Մարտիրոսյանը 2013-ի դեկտեմբերի 21-ին Մոսկվայում հայտնաբերվել եւ ձերբակալվել էր։ Նոյեմբերի 21-ին քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները նրան Մոսկվա-Երևան չվերթով տեղափոխեցին Հայաստան։ Արամայիս Մարտիրոսյանը հանձնվել է հետախուզումը նախաձեռնողին։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Որպես անհայտ կորած որոնվում է Ալավերդի քաղաքի բնակիչ 1982 թվականին ծնված Անետա Ավետիքի Սարհատյանը, որը նոյեմբերի 1-ին դուրս է եկել Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի շենքերից մեկից եւ այլևս չի վերադարձել։ Ովքեր որևէ տեղեկություն ունեն Անետա Սարհատյանի գտնվելու վայրի վերաբերյալ, խնդրում ենք դիմել ոստիկանության Մալայթիայի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 39 97 74 094 41 01 32 հեռախոսահամարներով։ Նոյեմբերի 25-ին Երևանի ժամանակով ժամը 10-ից 12-ը արտերկրի մեր հայրենակիցները Skype-ի միջոցով կարող են հարցեր ուղղել ոստիկանության ներկայացուցչին, մասնավորապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունը դադարեցնելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր եւ նույնականացման քարտ ստանալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառվելու, կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաեւ անձնագրային եւ վիզաների վարչության գործառույթներին առնչվող այլ հարցերի վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Skype-ի հասցեն Armenian Police հարցեր կարելի է ուղղել նաև press@police.am քարտուղարություն@police.am էլեկտրոնային հասցեներին։ Նոյեմբերի 25-ին հերթական ուղիղ կապի հյուրն է լինելու Հայաստանի Հանրապետության ոստիկանության իրավաբանական վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Մերուժան Հակոբյանը, ում կարող եք դիմել իրավական խորհրդատվություն ստանալու համար։ Կարող եք զանգահարել ժամը 14:30-ից մինչև 16:30, 010 59 60 54 հեռախոսահամարով։